Բարև ձեզ, Գարեգին 23/3-ի բնակիչներով ենք, սենց խնդրի առաջ ենք բախվել, որ արդեն երկար տևական ժամանակ է մեր կոյուղագծերի հետ կապված խնդիր ունենք, այսինքն անդադար, բարբերաբար ամբողջ կոյուղաջրերը, այդ կեղտաջրերը լցվում է նորակառույց շենքի -1, -2 հարկ, փորձում ենք բացահայտել խնդիրը ինչու՞մ է, այս պահին կանգնել ենք այն կետի վրա, որ վերջին դիտահորը փակված է, թե ոնց է այդ պրոցեսը եղել, ոնց է ով է արել եւ ինչ նպատակով, այս պահին ամբողջական ինֆորմացիա չենք տիրապետում, բայց փաստացի այդ փակ դիտահորի պատճառով մեծ վնասներ են կրում բոլորը, այսինքն այնտեղ այն մյուս կողքի շենքի առաջի հարգնա սաղ ջուր լցվել է, որ ամբողջ օրը կանայք կեղտաջուր են տրյապքով ու վեդրոներով վարել, այսօր այստեղ սաղ որերը լցված է եղել, այսինքն մարդիկ հիպոթեկով, վճարելով կամ առնելով նորակառուցում տուն են գնել, բայց փաստացի չեն կարող օգտագործեն այն ինչ որ իրանք ձեռք են բերել բնականոն ընթացքով, դրա համար պետք է հասկանալ այս խնդիրը ոնց է լուծում, սա վեոլա ջրի տիրույթում է, քաղաքապետարանի տիրույթում է, ինչ որ անհատի քմահաճույքի պատճառով է այս խնդիրը առաջացել, այս պահին չգիտենք, փորձում ենք լուծում տալ։ Խնդրում ենք արձագանքեն պատկան մարմինները մեր։ Ում է ուղղված Դուրը կորթում ճիշտ ասած։ Քաղաքապետարան հայ երևի։ Քաղաքապետարանին ուղղված։ Հա, դիտահորերը լցված, ոնց է լցված։ Այսինքն դե գիտեմ, որ դուք մասնավոր ընկերություն եք կանչել, չէ՞, մաքուր։ Հա, այսօր մասնավոր ենք կանչել, եկել են դիտահորերը բացել են, քաշել են, բայց էսի ժամանակավոր լուծումը, այսինքն էս ինչ է, ասենք ոնց կարելի է ապրել այս պայմաններում, էլի։ Ասենք էս ինչ է։ Ոստեղից էլ արդեն տալիս է։ Ու էսի տալիս է սաղ առաջի արկ նկուղ, սաղ -1, -2-ը սաղ սենց վիճակում է։ Հիմա կա։ Հիմա մաքրան է ներքևներ։ Հիմա դիտահորերը բաց է։ Չէ, նկուղները, այդ Նկուղները կարանք իջնենք ներքև, այս շենքի պարքինգները, ձեր մի հատ, իսկ վարը ուղարկեց այս բետոնը, ուղարկի, ոնց է բետոն անում, բետոնային աշխատանքում, մատուր ցույց է տակտավյալ գագով, ու էդի առաջի բետոնը չէ, մի քանի անգամ եղել է, պրոստը էդի կամերայից նկարացնել է, մի 6 անգամ, մենակ 2 անգամ ես եմ քանդել։ Այսինքն բետոն արել, որ փակվի ձեր կոյուղատարի։ Կոյուղատարը, որ այդ շենքի ժողովուրդը, այս երկու շենքը, որ ունի մոտորապես ես ասեմ 130-140 ընտանիք են, դե միջինով որ հաշվես գալիս է մոտ 500 քանի բնակիչ։ Փագում է, էլի, ասենք։ Այսինքն սա իրանց տարածքում է գտնում, չէ՞, դիտահորը։ Վերա չգիտենք, այս մարդը խի անում սենց բան, ասինքն ինչ միտում ունի անելու սենց բան, բայց կոնկրետ այսքան մարդու վատություն է անում, մենք չգիտենք խի եք անում սենց բան, բայց մի հատ կապնվեք մեր հետ, դուրս եկեք այսքան բնակչի հետ խոսալու, հասկանանք այս հարցին ոնց ենք լուծում տալու։ Այս կոյսի ամենօրյա ռեժիմով սենց վիճակ է, էլի։ Սա ստույց է կաթում։ Հələ դինային կողը տնենք ինչ վար։ Այս լավս մատերի վիճակը, սիվիջերը։ Կոնավությունից հա սենց։ Այսինքն հիմնական բան։ Ասենք էսի նորակառույց չենք արել։ Այս հաստե դրթած է։ Հələ գիզնի ջուրը։ Որ ջուրը մատերի միջոցով, մատերի հաշվի իջել է ներքևից։ Ստեղ հոսանքի լարեր էլ կա, բան կա, Այս շենքի հիմնական պատերից է։ Չես ոնց։ Իսկ յոլ է ունեցել, այս տուն դուր է։ Ունեք դրվիզյոնից։ Դրա վիդեոները դա պետք է կցիատորեն դառնում մոտարին։ Հորս սարևես ինչ։ Գնացել է, բայց այն մյուս լուկը ոնց որ կամ լցած է կամ դեմով մանկոց է։ Հետո լուկ կա, չէ՞։ Ինքը հաշին լուկ կա, տարածքը
Հիմա ասենց ավտո ենք բերել, որ հասկանանք ժամանակավոր բացենք, տինենք ինչ որ։ Ստե սա ասենց անասուն վիճակ է զարդի տարած։ Էս հիմա պատվալ է, լա լցվում։ Քաքի մեջ ենք, էլի։ Քաքի մեջ ենք։ Քաքի մեջ ենք։